Ազատ, դու ինձ պետք ես։ Չէ, ես քեզ գրկած էլ չեմ տանի դպրոց ու հետ բերեմ։ Թքած այդ 50 դրամի վրա։ Չէ, այս անգամ ուրիշ բան եմ խնդրելու։ Ասա։ Մեր դասիկ արդեն մի ամիս է ինձ ծնող ականչում։ Վախում եմ մամային պապային ասեմ։ Հասկացա, ուզում ես դասղիկիդ վերացնեմ։ Չէ։ Պապային ու մամային։ Չէ։ Քեզ։ Չէ։ Հիմա չեմ ճոկում, ում պետքա վերացնեմ։ Ոչ մեկին։ Դասղիկս ասեց, քանի որ ծնողները չեն գալիս դպրոց, ես կգամ ձեր տոնում ու ինչ պետքա կասեմ։ Հետո։ Հեսա որ դասղիկս գա, դուռը դու կբացես ու կասես, որ իմ քերին ես։ Հա։ Իսկ ես ծառայության համար ինչքան ես պատրաստ վճարել։ Ազատ, ես հիմա այն վիճակում եմ, որ ինչ թիվել ասես կհամաձայնվեմ։ Հաստատ։ Հա։ 150 դրամ։ Հաս չկա, համաձայն եմ։ Ոնց է տեսքս լավ քերի եմ։ Հա։ Դե ինձ կասես բաբկեն քերի։ Բաբկեն։ Հա, ես բեղերի այդ սազում է։ Բարև ձեզ, ընկեր Կարապետյան։ Բարև Լևոն, ծնողները տանն են։ Ոչ։ Ծնողները տանը չեն, բայց բաբկեն քերին հոտանն է։ Այ Լևոն չիկ։ Քերին հոտենին։ Մի արա քերի։ Ինչ է պատահել։ Ես Լևոնի դասղեկն եմ ու շատ դժգոհ եմ ձեր քրոջ որդուց։ Լևոն, ինչի չէիր ասում, որ սենց գեղեցիկ դասղեկ ունես։ Իսկ դուք գիտեք, որ ձեր քրոջ որդին դասերից փախչում է ու ինձ չի լսում։ Ոնց, ես ճիշտ է ասում։ Հա, բաբկեն քերի։ Չես ամաչում ես սիրուն աղջիկա ջղանասում ես։ Խոսա, ինչ ես բերանը ջուրարելու կանգնել։ Այ, մի խփեք երեխային, չի կարելի։ Ծնկի արու ներողություն խնդրի։ Պաչի ոտերը։ Մի արա քերի։ Դու չես պաչի, ես կպաչեմ։ Հե, ոնց էր։ Շատ լավ էր։ Դե 150 դրամը ստուր։ Զետ։ Ինչ կա ուտելու։ Բրինձ եմ սարքել։ Ուզում ես բրինձե փաշ չի։ Հա, ոյ ճիշտ է։ Ես էլ ասում եմ ոնց են շուտ պատրաստեցի։ Ուրիշ ինչ կա։ Գրեչկա, բայց էլի էփաչ չի։ Լավ ես կուտեմ։ Պապ, մի քանի օրից մեր թատերականի կուրսի երեխեքով ներկայացում ենք բեմադրել։ Կգոս նայես։ Ինչ ներկայացում է։ Մի տղամարդու մասին է, ով վայրի ցեղի մոտ գերի է ընկնում ու իրան տարիներով տանջում են։ Ինքն էլ չի կարողանում այդ վայրենիներից փախնի։ Ես իմ կյանքն եք բեմադրել։ Էս էլ երկու հատ հրավիրատոմս մամայի հետ կգաք։ Հատը 10,000 դրամ։ Գժվել ես բարի։ Հրավիրատոմսը անվճար է լինում։ Բաբջան, այս դարում ամեն ինչ փողով է։ Դե որը տենց է ինձ 50,000 դրամ կտաս, որ գամ այդ ձեր ներկայացումը նայեմ։ Բայց ես փող չունեմ։ Թու արա շատ ափսոս։ Աննեց հավեսով կգայ ու կնայի ձեր ներկայացումը։ Ես հասկացա։ Դու ինձ չես սիրում։ Բարև իդեալական կազմվածքով գեղեցկուհի։ Բարև, իդեալական կլոր։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մեկը չեմ նեղանում։ Վիլեն, բայց դու ինչ նպատակասլաց ապուշ ես։ Ես քո ասածներից մենակ լավն եմ վերցնում։ Մերսի, որ ինձ ասեցիր նպատակասլաց։
Վիլեն դու անհասկացող ես։ Ես ուրիշ տղու հետ եմ շփվում։ Մի հատ քեզ unfollow արա իմ կյանքից։ Դու Ալենի իրար չեք սազում։ Բա ինչ դու ես ինձ սազում այ XXL։ Էդ ի՞նչ տոմսերա ձեռդ։ Քեզ ինչ։ Լավ չես ուզում մի ասա։ Չնայած սպասի հələ։ Իմ ներկայացման տոմսերն է ծախում եմ։ Ուզում ես։ Հա ուզում եմ։ Հատը 10,000 դրամ։ Հա ուզում եմ։ Սխալ ասեցի, հատը 15,000 դրամ։ Հա ուզում եմ։ Բայց մի պայմանով եմ ես տոմսերը ծախում։ Հանկարծ չգաս իմ ներկայացմանը։ Ոնց ասես։ Ես քեզ գիտեմ, դու խափում ես, մեկը գալու ես։ Չէ, չեմ գալու։ Հաստատ։ Հա, հաստատ։ Այսինքն հաստատ չես գա։ Ազատ։ Ազատ։ Սուս պապ։ Ինչ ես անում։ Գախնի գործակալ եմ ուզում դառնալ։ Սովորում եմ քողարկվել եւ լինել աննկատ։ Լավ եմ կերպարանափոխվել։ Իբր լամպ եմ, այլ ոչ թե մարդ։ Վերջը գիտակցեցիր, որ դու առարկա ես։ Մի ծիծաղացրու ձյաց, լամպը չի կարա ծիծաղը, կբռնվեմ։ Գիտես չէ, արդեն 3 ժամը ստեղ կանգնած եմ սենց։ Ազատ, դու չես հոգնում սենց բաներից։ Չէ, իսկական շպիոնը պետքա լինի համբերատար, ինչպես տանը մնացած աղջիկը։ Որ մեղքերիս համար Աստված ջան։ Հելո մի րոպե։ Էս իմ վիզիտնի կարտочկեն է, եթե հարց ունենաս, կարաս դիմես։ Բայց սա վրա ոչ մի բան չկա գրած։ Հա բա, ես գախնի գործակալ եմ, իմ մասին ցանկացած ինֆորմացիա գախնի է։ Ազատ, դու գախնի գործակալ չես։ Դու հայտնի ապուշ ես։ Վախ։ Ազատ։ Հա, ստեղ եմ, վերևի մասը բաց դեմքս կտենաս։ Բարև աղբեր։ Բարև կռավատ։ Լավ եմ քողարկվել, կարամ չէ թույն շպիոն դառնամ։ Չէ, քանի որ քո ուղեղն էլ է քողարկված։ Հələ պարկի վրես տես ինչ փափուկ եմ։ Չէ։ Պարկի խնդրում եմ։ Գիտես չես, մաղճակալը մասաժել է անում։ Ալիկ, ես դեմքդ բորբոսն էլ է։ Ոչ։ Դեմքիս երիտասարդացնող դիմակ եմ դրել։ Չեմ ուզում ժամանակից շուտ ծերանամ ու Իրինան թողնի ինձ։ Ինչ ես անհանգստանում։ Ավելի արագ աշխատող նոր մոդելի ալիկներ են դուրս եկել։ Գառնիկ, դու վտանգ չես տեսնում, որ մի օր Ռուզանը կլքի քեզ։ Ալիկ, այդ վտանգ չի, այդ ցանկություն է։ Իսկ դու ինչպես ես պայքարում ծերության դեմ։ Դեմքիցս չի երևում, որ չեմ պայքարում։ Պարզա։ Համել ես ուժ չունեմ ծերության դեմ պայքարեմ, հազիվ սովի դեմ եմ պայքարում։ Իզուր ես այդպես ասում։ Տղամարդը պետք է հետևի իր արտաքին տեսքին։ Այ կուզես, դու էլ դիմակ դիր։ Լրիվ բնական միջոցներով եմ պատրաստել։ Թարմ կատնաշոր, թարմ թթվասեր, թարմ կանաչի։ Հələ դուր։ Գառնիկ։
Ես արդեն տանն եմ, կարաք ինձ կլպեք, խաշեք, պյուրեր սարքեք, ուտեք, զղկտվեք։ Գառնիկ ինչի այսօր սենց ուշ եկար։ Ռուզան դու լավ գիտես, միջև վերջին հաճախորդը վրես մունան չգա ու չթքի երեսիս, չեմ կարա գամ տուն։ Գառնիկ դու ընդհանրապես ժամանակ չես տրամադրում քո ընտանիքին։ Նես տպավորությունա, որ ոչ մեկից չես ճանաչում։ Իսկ հակառակը չես մտածել, որ շատ լավ եմ ճանաչում, դրա համար չեմ ուզում ձեր հետ շփվեմ։ Գառնիկ, վերջին անգամ երբ ես հետաքրքրվել, Ազատը ինչ պրոբլեմ ունի։ Ինչի անիմաստ հետաքրքրվեմ, եթե պարզ գիտեմ, որ ուղեղի։ Գառնիկ, հեսա երեխեքը կմեծանան կգնան տնից, նոր կիմանաս։ Այո, նոր կիմանամ ինչա հանգստությունը։ Արի երեխեքին վերցնին գնանք այգի։ Չէ, Ինչի՞ չէ, էդ էլ հոփողի հետ կապ չունի, կգնանք մի քիչ ման կգանք։ ո՞նց կապ չունի։ Եթե ամեն անգամ գնանք այգի ման գանք, այս կոշիկները շուտ կմաշի։ Ստիպված պետք է նոր առնեմ, իսկ այդ արդեն թող է։ Որ գաս, ճանապարհին քեզ պերաշկի կառնեմ։ Պերաշկի։ Բայց երկու պայմանով։ Առաջինը, որ պերաշկին պետք է մսով լինի։ Երկրորդն էլ, որ ոչ մեկիդ հետ չեմ կիսվել։ Մարի, Ազատ, Լևոն, եկեք գնում ենք այգի։ Ինչ եք բերաններ հետ բացել։ Սա դուք եք մեղավոր։ Մենք։ Հա, դուք չասեցիք պապ ջան, բարձացես ծառի վրից այն խեղճ կատվի ձակին հանի, որ չեն գնի։ Հեսա պուշտել ծառը շարժեց, ես էլ ընկա։ Բայց ես ծառը շարժում եմ, որ կատուն ընկներ, ոչ թե դու։ Բոլորդ էլ մեղավոր եք։ Ազատ, ես ինչ հոտագալի վրիցդ։ Այգուն որպես ծառ էի քողարկվել, մի հատ շուն եկավ չշիկարեց վրես։ Ախ, շատ ացավում, ախ, բժիշկ կանչեք, բժիշկ։ Շատ լավ, բժիշկ ջան, չի ցավում։ Հələ մի րոպե ես էլ ստուգեմ։ Լավ։ Ատիա, առաջվանից լավ է։ Կարևորը ոչ մի լուրջ բան չկա։ Ընկնելու ընթացքում դուք մարմնով ձգվել էիք եւ ձեր մեջքի մկանները կծկվել էին։ Շնորհակալություն։ Խնդրեմ, դե ձեզ առողջություն։ Դե ձեզ առողջություն։ Ասում եմ, դե ձեզ առողջություն։ Բժիշկ ջան, հերիքա ասես, հասկացել եմ նամյոկներդ, փող չունեմ։ Շնորհակալություն, բժիշկ ջան։ Ամոթ, ամոթ։ Հա, ինչ ասեց բժիշկը։ Ասես շատ վատ է վիճակդ։ Քեզ անկողնային ռեժիմա պետք մի 10, չէ, 14 օր։ Լևոն, ոտրես մրսում է, նասկի հագցրա։ Պապ, ոտիք եղում են եկան երկար են ձերքերից ճանգռում են։ Եունգի կտրիշը դարակի մեջ է, եունգ դրես կտրի, հետո հանգիստ հագցրա։ Յախք, պապ։ Ձեր պատճառով եմ ես վիճակի մեջ հայտնվել, դուք էլիս պետքա տիրություն անեք։ Ոնց ես, պապ ջան։ Վատ, մեջքս հլը ցավում է, գնա իմ համար ձվածեղ պատրաստի։ Ինչ ես իմ համար տես դժվար բաներ ասում, իսկ Լևոնին հեշտ։ Լևոն դու գնա ձվածեղ պատրաստի, իսկ ես պապայի ոտի եղունգները կկտրեմ։ Հաստատ։
Հա, ես զզվում եմ ձվից։ Ջան, ես ուրիշ բան։ Պապ ջան, ուզում ես ոտերդ լավանամ նոր կտրեմ։ Չէ, պետք չի։ Մարիս, դու գնա իմ համար թխված թխի։ Բայց ես չեմ կարում թխվածք թխեմ։ Չի լինի ուրիշ բան անեմ։ Չէ, չի լինի։ Քեզ ով խոսացրեց։ Ես հերվից ես գալիս, հա։ Գիտես թե չեմ ջոկել, որ պապա եունգներն ես ուզում կտրես։ Ազատ հիվանդ ես։ Ականջներիդ մեջ կեղտոտ է։ Էնի որ վերջացնեմ մի հատ հավեսով կմաքրեմ։ Մամ, պապան ինձ ասում է թխվածք պատրաստի, բայց ես չգիտեմ պատրաստելու ձևը։ Ամոթ չի Մարի, մեծ աղջիկ ես, թխվածք պատրաստել չգիտես։ Կսովորացնես, որ խնդրեմ։ Հիմա չէ էլի։ Բայց ինչի։ Որովհետև ինքն էլ չգիտի թե ոնց են թխված պատրաստում։ Ոնց է դզում սենց ապրելը։ Գառնիկ։ Ինչ ա եղել Գառնիկ։ Ուզում էի գնայի զուգարան չկարողացա վեր կարամ։ Սպասի օգնեմ։ Կանչեր կգայ կօգնեի։ Դե դու գիտես որ ես չեմ սիրում դժգոհեմ ու անիմաստ տեղը ձեզ անհանգստացնեմ։ Լավ, որ մյուս անգամ օգնելու բան պետք լինի, անպայման կասես։ Իհարկե սիրելիս։ Ռուզան ուր ես գնում։ Արի մոտս։ Գառնիկ բա մեջքը չի ցավում։ Ցավում է։ Բայց քո խաթր մի երկու րոպե կդիմանա։ Չէ, թող մնա մյուս անգամ, կլավանաս նոր։ Սպասի Ռուզա։ Երեխեք, ինձ թվում է, որ ձեր պապան այս ամբողջ ընթացքում ձևացնում էր։ Ոնց այսքան տարի ձևացնում էր, որ մեր պապան, հա։ Չէ, նկատի ունեմ մեջքի ցավը։ Հա, ձևացնում է, որ մեզ աշխատացնի։ Հա բա իրեն ասա որ գլխի ես ընկել։ Դու քո հորը չգիտես, նա երբեք չի խոստովանի։ Մի անհանգստացեք։ Ես հեսա որպես գաղտնի գործակալ կկերպարանափոխվեմ, կներխուժեմ սենյակ ու ամեն ինչ կպարզեմ։ Ազատ դուրս արի այդ խալուտակից։ Ստեղ ազատ չկա։ Բա հետո է խոսում։ Խալին։ Ազատ դուրս արի թե չես նաշտիկը կտամ գլխիդ։ Թու արա։ Ես տենց էլ գիտեմ, որ այս խալու ուզորները շատ են աչքի են գնում։ Պապան գլխի ընկավ։ Լուրջ ես ասում Ազատ։ Մենք էլ շատ վստահ ենք, որ քո մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ դու այս տան ամենախելացի մարդն ես։ Լսեցիք։ Մարին ասեց, որ այս տան ամենախելացի մարդը ես եմ։ Ազատ չես հասկանում, Մարին քեզ հեգնում է։ Հասկանում եմ, ոչ չեմ հասկանում։ Մերսի Մարի ջան։ Արա ես հիմա հասկացա ինչի բռնվեցի։ Էսի պատի խալի է, ոչ թե գետնի։ Ուզում եք մի հատ էլ ցենց գնամ, այս անգամ հաստատ չի ջոկի։ Ազատ, հետ արի։
Մամ, բա ոնց բռնացնենք պապային։ Ես հասկացա ով մեզ կօգնի։ Ոնց ինքը։ Դզեց։ Ման, բայց արժի որ այդ քարին դիմես։ Վերջի վերջում մեր հերն է։ Ես ուրիշ տարբերակ չունեմ։ Կներես, Գառնիկ։ Արա բարև։ Պարզմա որ դու այնքան էլ մուխտար շունչ ես, մերսի։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Նոր Ռուզանը զանգեց, ասեց որ հրավիրել ես մի շաբաթ ձեր տանը մնամ ու ասեց որ ասել ես կարամ Ռուզանի տեղերը քնեմ։ Լսել եմ մեջքդ բռնված է, արի մասաժ անեմ։ Հետո էլ դու ինձ կանես։ Ոնց որ անցավ, հա մեշկիտ ցավը։